Մի փոքր յուրահատուկ կիրակի է այս կիրակին, այն իմաստով, որ Տիրոջ նախախնամությամբ չենք ծրագրել այս կիրակին, բայց այդպես ստացվեց, որ պետք է խոսենք, ընթերցենք այս ամբիոնից մեր եկեղեցու վարդապետությունը։ Ինչերի ենք մենք հավատում կամ ինչի ենք մենք հավատում։ Արդյոք մեր հավատը հիմք ունի թե ոչ, արդյոք այն հիմնված է Սուրբ Գրքի վրա, թե ոչ։ Որքան ենք վստահ, որ մենք ճիշտ ենք հավատում, եւ արդյոք մեր եկեղեցին ու եկեղեցու բոլոր անդամները գիտեն իրենք ինչին եւ ինչու են հավատում։ Պետք է այսօր ընթերցենք մեր եկեղեցու վարդապետությունը եւ ովքեր որ տեղյակ չեն, թե եկեղեցին որ հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի, ինչպես է հավատում, սա հրաշալի առիթ է իմանալու եւ լավ սկիզբ, որպեսզի յուրաքանչյուրս լծվենք կամ շարունակենք այն գործը, որ պետք է յուրաքանչյուրս լավ իմանանք վարդապետություն։ Սա այն է, որով որ մենք ամուր ենք մնում երկրի վրա։ Սա այն է, որի համար եկեղեցին պայքարում է սուտ ուսուցումների դեմ, որով որ պաշտպանում է Աստծո հոտը գայլերից։ Պատկերացրեք մի տուն, որը շատ գեղեցիկ է, լավ կահավորված, գեղեցիկ արտաքինով, բայց ունի թույլ հիմք։ Քանի դեռ եղանակը հանգիստ է, գուցե ոչ ոք չնկատի իրական խնդիրը։ Բայց երբ գալիս է փոթորիկը, հենց այդ ժամանակ է պարզվում, թե ինչի վրա է կանգնած այդ տունը։ Նույնը կարելի է ասել նաև եկեղեցու մասին։ Եկեղեցու ուժը միայն նրա անդամների թվի, ծրագրերի, ծառայությունների կամ նույնիսկ ակտիվության մեջ չէ։ Ամենակարևոր հարցն այն է, ինչի վրա է կանգնած այդ եկեղեցին։ Որովհետև եկեղեցին կարող է շատ բան անել, բայց եթե սխալ բաների է հավատում, նրա ծառայությունը սխալ ուղղությամբ է գնալու։ Ոստի այսօր մենք պետք է ընթերցենք Սուրբ գրային այն ճշմարտությունները հիմնարար, որոնք հայտնված են մեզ Աստծո խոսքում, որոնցից եկեղեցին պետք է կառչի, պետք է լավ սովորի, պետք է ըմբռնի լավ, իրենը դարձնի, այնքան, որ իր բերանը չփակվի։ Նա կարողանա խոսել, կարողանա պաշտպանել այդ ճշմարտությունը։ Եթե վաղը որևէ մեկը հարցնի քեզ, ինչու ես դու հենց այսպես հավատում այս հարցին, դու կարող ես պատասխանդ հիմնավորել Սուրբ Գրքով։ Հիշեք, Սուրբ Գիրքն է հավատի եւ գործելակերպի միակ անսխալ չափանիշը։ Դրա համար էլ մեր բոլոր հավատալիքները սկիզբ են առնում հենց Աստվածաշնչից։ Վարդապետության կարևորության մասին այս ամբիոնից երևի բացառություն չի լինի, որ ասեմ ամեն կիրակի է հնչում, այս կամ այն կերպով։ Եվ Սուրբ Գրքում մի կենտրոնական համար կա, որը գուցե անգիր գիտեք։ Տեսեք ինչ է ասում այս մասին Պողոս առաքյալը 1 Տիմոթեոս 3:15 համարում։ Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, Տիմոթեոս, թե ինչպես պետք է վարվել Աստծո տան մեջ, որը կենդանի Աստծո եկեղեցին է, սյունը եւ հաստատությունը ճշմարտության։ Եվ այս վարդապետությունը կրողը, պահպանողը, դրա մաքրությունը պահողը եկեղեցին է։ Նա սյունն է, շատ պատկերավոր կերպով է այստեղ Պողոս առաքյալն ասում, որ Եփեսոսում կար Արտեմիսի տաճարը, որը 120 մարմարե սյուների վրա էր կանգնած եւ այդ ժամանակ ովքեր տեսնում էին դա, լավ հասկանում էին սյուներն ինչ դեր ունեն։ Եվ ասում է, որ եկեղեցին սյունն է ճշմարտության, այն կրողն է, պահողն է։ Դա նշանակում է, որ նա պետք է այնքան լավ իմանա դա, որ կարողանա այդ մեծ ծանրությունը պահել երկրի վրա, փոխանցել սերնդե սերունդ այդ ճշմարտությունը։ Դրա համար է Պողոս առաքյալը սերունդներ հետոյի մասին էր մտածում, որ ասում էր դու մտածիր այն մասին, թե ինչպես պետք է փոխանցես սա վստահելի մարդկանց, կարող մարդկանց, որ իրենք էլ կարողանան կրել դա, պահել եւ անսխալ եւ անխարդախ կերպով փոխանցել մյուս սերունդներին։
Եփեսացիս նամակում էլ ասվում է այդ վարդապետության դերը հավատացյալների կյանքում։ 4 գլուխ 11-ից 15-ը։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու վարդապետներ, կատարելագործելու սրբերին ծառայության գործում, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության եւ Աստծու որդու ճանաչության, որպես հասուն եւ կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով, որպեսզի այլևս, տեսեք, երեխաներ չլինենք, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը։ Մտածեք, քանի անգամ եք սուտ ուսուցում հանդիմանել։ Եթե դա ձեր կյանքում դեռևս չի եղել, մտորեք այդ մասին։ Գուցե դուք լավ չգիտեք ճշմարտությունը։ Սա մեզ չի մղում անիմաստ քննադատությունների։ Սա մղում է նրան, որ մենք լավ իմանանք ճշմարտությունը եւ պաշտպանենք եւ մեզ լսողներին։ Եկեղեցու դավանանքի վարդապետության կարևորության մասին պատմության ընթացքում ձեզ ծանոթ մարդիկ, վստահելի մարդիկ, օրինակ Մարտին Լյութերը, տեսեք ինչ է ասել։ Նա այսպես է գրում. վարդապետությունը մերը չէ, այլ Աստծունը։ Մենք չենք հորինում, եկեղեցին չի հորինում վարդապետություն։ Այն Աստծո Քրիստոսի վարդապետությունն է, որ եկեղեցին կրում է, պահում է այն։ Չարլզ Սպերջենը, տեսեք ինչ է ասում այս առիթով, ասում է. ես հավատում եմ դավանանքներին, եթե դրանք հիմնված են Սուրբ Գրքի վրա։ Եվ մենք էլ այդպես պետք է հավատանք։ Մակարտուրը, տեսեք ինչ է ասում. եկեղեցու ամենաէական հատկանիշն այն է, թե ինչպես է նա վերաբերվում ճշմարտությանը, Աստծո խոսքին։ Եվ ինձ շատ է տպավորել նրա այն խոսքերը, որ ասում է ինձ երբեմն հանդիպում են մարդիկ, ովքեր ասում են, որ մեր եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Ասում եմ, ամենակարևոր հարցը, որ ես իրենց տալիս եմ, հետևյալն է. իսկ ինչպես է Քրիստոս կառավարում ձեր եկեղեցին։ Դրա միակ եւ ճիշտ պատասխանը Աստծո խոսքն է։ Ինչպես։ Եթե քո եկեղեցու գլուխը Քրիստոսն է, դա նշանակում է ինքը պետք է կառավարի խոսքով։ Իսկ եթե դու անլուրջ ես խոսքի նկատմամբ, ինչպես ես վստահ, որ Քրիստոս ղեկավարում է քո եկեղեցին։ Վեսթմինստերյան դավանանքը եկեղեցու մաքրության հետ կապված, տեսեք ինչ է ասում։ Ասում է, առավել կամ պակաս մաքուր են, ըստ այն բանի, թե որքան մաքուր է ավետարանի վարդապետությունը ուսուցանվում եւ ընդունվում եկեղեցում։ Եվ մեր պատգամների մեջ էլ գոնե գործ կառաքելոցում մենք մի թեմա տեսանք, սրա վերաբերյալ 15-րդ գլխում, որը ես վերնագրել էի հարցակում շնորհի վարդապետության վրա, ովքեր չեն լսել, կարող են լսել, եւ այդ հատվածում խոսում է նրա մասին, որ Երուսաղեմից ոմանք եկան եւ ասում էին, որ եթե չթլպատվեք, Մովսեսի օրենքը չպահեք, չեք փրկվի։ Եվ եկեղեցին, երեցները քայլեր ձեռնարկեցին վարդապետությունը պահպանելու, հստակեցնելու, վավերացնելու եւ մյուսներին փոխանցելու։ Եվ այդ հատվածի գլխավոր միտքն այսպիսին էր. Երեցների կողմից եկեղեցուն պաշտպանելու միջոցը եկեղեցու դավանանքը պաշտպանելն է։ Ուրիշ ինչ կերպ ենք մենք հոգ տանում ժողովրդին։ Եթե ֆիզիկական կյանքում հովիվը ոչխարներին տանում է արոտ, իրենց խոտ է պետք։ Իսկ հոգևոր կյանքում ինչ է պետք։ Իհարկե Աստծո խոսքը։ Դրա համար այս 21-րդ դարում նույնիսկ աստվածաբանություն տերմինը, վարդապետություն տերմինը արժե զրկում են մարդիկ։ Երբ դու խոսում ես ուսուցման մասին, վարդապետության մասին, մարդիկ իրենց անգիր իմացած, բայց իմաստը այդպես էլ չհասկացած խոսքերն են ասում. գիրը սպանում է, հոգին կենդանացնում, մի դատիր, որ չդատվես։ Դրանք ցույց են տալիս իրենց իմացությունը։ Եվ իրենք կարևորություն չեն տալիս Աստծո խոսքին։ Դրա համար ամենասուր բանը, որ կարելի է մտածել, եթե կարևորություն չի տալիս եկեղեցին Աստծո խոսքին, ուրեմն ինքը պետք է վստահ չլինի, որ Հիսուսն է այն կառավարում։ Եվ այսօր ինչ որ կհնչի այս ամբիոնից, ժամանակի ընթացքում պետք է յուրացվի բոլոր անդամներիս կողմից։ Այսպեսով
Շնորհիխոս եկեղեցու վարդապետությունը, ասեմ, որ այս ինչ որ կընթերցեմ ես ձեզ համար, դա մեր անձնական ուսումնասիրությունները չեն միայն։ Սա տարիների ընթացքում, պատմության ընթացքում բարեփոխման, շարժման մասնակիցների կողմից նաև վավերացված, հաստատված վարդապետությունն է, որը որ մենք նաև ուսումնասիրել ենք, ինչ որ բաներ, ինչ որ տեսել ենք, պետք է այսպես կամ այնպես ձևակերպվի, փոփոխություններ ենք արել, նախ մենք ընդունել ենք եւ հիմա էլ ձեզ ենք փոխանցում։ Ուրեմն առաջին Աստվածաշնչի մասին, ինչպես է հավատում մեր եկեղեցին։ Ասեմ, որ ամեն սլայդի վրա ես փոքր տեղեկություն եմ դրել, ես ավելի երկար կընթերցեմ, մի քանի կարևոր կետ իր համարներով, բայց շատ ավելին կա։ Այնպես որ երբ ես կընթերցեմ, դուք սլայդի վրա չեք տեսնի ամբողջը, մի մտահոգվեք, ապագայում եթե ուզեք, մենք ձեզ դրանք կտրամադրենք։ Ուրեմն առաջին, Աստվածաշնչի վերաբերյալ ինչ ենք մենք ուսուցանում։ Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծո գրավոր հայտնությունն է մարդուն, հետևաբար Սուրբ Հոգու կողմից մեզ տրված Աստվածաշնչի 66 գրքերը կազմում են Աստծո խոսքը, հավասարապես ներշնչված բոլոր մասերում։ Օրինակ 2 Պետրոս 1:20-21 համարները ես ընթերցեմ, ընթացքում շատ համարներ չեմ ընթերցելու, պարզապես դուք պետք է իմանաք, որ ամեն միտք, ինչ որ գրված է այստեղ, բացառապես ամեն միտք հիմնավորված է Աստծո խոսքով, համարները կողքերը կան։ Եվ եթե այդ բոլորը ես ընթերցեի, այսօր մենք գոնե 3-4 ժամ կնստեինք այստեղ։ Դրա համար ես կընթերցեմ շատ քիչ համարներ, բայց համարները, հողումները կողքը գրված կա, դուք կարող եք հետագայում ստուգել։ Տեսեք Աստվածաշնչի ներշնչվածության վերաբերյալ Պետրոսն ինչ է գրում, 2 Պետրոս 1:20-21 համարները։ Նախ սա իմացեք, որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց, Սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։ Այս համարը պոստմոդեռնիզմի գաղափարը իհարկե վերցնում է, ասում է, որ կարող ենք ամեն մեկս հասկանալ այն, ինչ որ ուզում ենք, որովհետև Սուրբ Գիրքը իր հատուկ մեկնությունը չունի, բայց համարում ճիշտ հակառակն է ասվում, ասելով, որ պատճառը, որովհետև մարգարեությունը Սուրբ Հոգուց է տրված, դա իր կամքով է եւ պետք է իր կամքը իմանալու համար մենք մասնատված չներկայացնենք կամ չմեկնաբանենք։ Մենք հավատում ենք, որ Աստծո խոսքը բանավոր կերպով ներշնչված է յուրաքանչյուր բառում, 2 Տիմոթեոս 3:16։ Հավատում ենք, որ բացարձակապես անսխալական բնօրինակում, ձեռագրերում, անթերի եւ Աստծո հոգով ներշնչված է Աստծո խոսքը։ 2 Տիմոթեոս 3:16 ամբողջ գիրքն Աստվածաշունչ է եւ օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Այնպես որ Սուրբ Գրքի անսխալականության եւ ներշնչվածության վերաբերյալ մենք այսպես ենք հավատում։ Մենք հավատում ենք Սուրբ Գրքի բառացի, քերականական, պատմական մեկնությանը, որը հաստատում է այն համոզմունքը, որ ծննդոցի սկզբնական գլուխները ներկայացնում են արարչագործությունը 6 օրվա ընթացքում։ Նկարագրում են տղամարդու եւ կնոջ Աստծո պատկերով արարումը եւ ամուսնությունը սահմանում որպես մեկ տղամարդու եւ մեկ կնոջ միջև։ Գիտեք, որքան դուք կյանքում կլսեք այս արտահայտությունը, ինչու են նույն Աստվածաշունչը կարդում եւ տարբեր ձևով մեկնաբանում, հիշեք, որ դա հերմենևտիկայի խնդիր է։ Այստեղ գրված է, որ մենք հավատում ենք մեկնաբանության քերականական, պատմական եւ բառացի մեկնաբանության։ Մենք այդպես ենք մեկնաբանում Սուրբ Գիրքը։ Այսինքն հաշվի ենք առնում այս կարևոր մասերը։ Եվ դրա համար էլ ովքեր սրանք հաշվի առնելով են մեկնաբանում, իրենց եզրակացությունները նույնն են լինում։ Իսկ ովքեր որ Սուրբ Գիրքը ընթերցում են ոչ բառացի կերպով, քերականական հնարքներին, մոտեցումներին ուշադրություն չեն դարձնում, պատմական, մշակույթին, լեզուներին, բնագրերին ուշադրություն չեն դարձնում, իրենց մեկնաբանությունը լինում է այնպես, ինչպես իրենք են ուզում։ Դա համար մենք հավատում ենք Սուրբ Գրքի բառացի, քերականական, պատմական մեկնությանը, որը հաստատում է այն համոզմունքը, որ ծննդոցի սկզբնական գլուխները ներկայացնում են արարչագործությունը 6 օրվա ընթացքում, բառացի։
Եվ սրա մասին նաև որ բառացի է 6 օրը կոնկրետ Ելից 31:17-ում է գրված, դա հավիտենական նշան է իմ եւ Իսրայելի որդիների միջեւ, որովհետեւ Տերը 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ 7-րդ օրը դադար տվեց եւ հանգստացավ։ Նույնիսկ մեր կյանքը չի հերիքի, որ այդ տեսությունները աշխարհում որքան որ կան, իրենց ողջ խորությամբ անդադ ուսումնասիրենք։ Գիտեք որքան համոզիչ փաստարկներ կան, որ 6 օրը դա բառացի 6 օր չէ։ Նույնիսկ միայն միգամատության վարկածը, որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ այնտեղ նկարագրվում է միլիոնավոր տարիների process, ինչպես է ստեղծվել։ Տրամաբանական եղանակով քիմիական, ֆիզիկական երևույթները ցույց են տալիս, ինչպես պետք է մեկը մյուսի վրա ազդեր, որպեսզի ձևավորվեր այս կամ այն կամ ածուխը, հենց ածուխի վրա են օրինակը բերում։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է 6 օրում։ Եվ հաստատում է ուրիշտեղ ասելով, որ այն 6 օրը 6 օր է։ Սա Աստվածաշնչի մասին, ինչպես ենք մենք հավատում։ Ասեմ, որ սրա վերաբերյալ շատ հարցեր ինչ որ լինի, ապագայում դուք կարող եք անդրադառնալ այս կետերին եւ այդ հարցերը այս կետերից մեկում կգտնեք։ Մեկի ենթակետը կլինի։ Աստվածաշնչի վերաբերյալ մենք այսպես ենք հավատում։ Երկրորդ, ինչպես ենք մենք հավատում Աստծո մասին։ Մենք հավատում ենք, որ կա միայն մեկ կենթանի եւ ճշմարիտ Աստված 3 անձերով՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Աստված հավիտենական հոգևոր էակ է, համարները դուք տեսնում եք, չէ՞ կողքի, ինչ որ ընթերցում եմ, բոլոր այդ համարներից է վերցված։ Կատարյալ իր բոլոր հատկանիշներով, որոնցից յուրաքանչյուրը հավասարապես արժանի են երկրպագության եւ հնազանդության։ Իմաստն այն է, որ երրորդությունը պետք է ճիշտ ընկալվի։ Մեկ էություն, մեկ բնություն, 3 տարբեր անձեր համահավասար։ Մենք հավատում ենք այդպես։ Հոր մասին ինչպես ենք հավատում։ Հայր Աստծո մասին մենք հավատում ենք, որ Հայր Աստված երրորդության առաջին անձը սահմանում եւ տնօրինում է ամեն ինչ համաձայն իր նպատակի եւ շնորհի։ Նա է բոլոր բաների արարիչը, որպես տիեզերքի միակ բացարձակ եւ ամենակարող տիրակալը, նա ինքնիշխան է արարչագործության, նախախնամության եւ փրկագնման մեջ։ Նաև հայրությունը նրա ներկայացվում է եւ որպես երրորդության մեջ իր ինքնությամբ եւ մարդկության հետ իր ունեցած հարաբերությամբ։ Այսինքն նա արարիչն է ողջ մարդկության, բայց նա հոգևոր հայր է միայն հավատացյալների համար։ Նույնը Պողոսը գործք առաքելոցում աթենացիներին քարոզելիս է ասում, որ մի արյունից մեզ ծնեց, մենք բոլորս նրա զարմն ենք։ Այսինքն այն իմաստով, որ մենք ծնունդ ենք առել նրանից, ընդհանրապես մարդկությունը բոլորինն է, բայց հոգևոր իմաստով միայն հավատացյալներին է։ Այն ամենն ինչ տեղի ունենում, նա անում է իր փառքի համար, նա ամեն ժամանակ ղեկավարում եւ իշխում է բոլոր արարածների եւ իրադարձությունների վրա։ Իր ինքնիշխանության մեջ նա ոչ մեղքի հեղինակն է, ոչ հաստատողը, ոչ էլ նվազեցնում է բարոյական ու բանական արարածների պատասխանատվությունը։ Այսինքն համ ինքը չի հեղինակը, համ չի նվազեցնում պատասխանատվությունը։ Եվ այստեղ ճիշտ է, հիմա ձեզ մոտ ովքեր որ չեն ուսումնասիրել այս հարցերը, շերտերով հարցեր են առաջանալու, դա լավ է, դա կմղի ուսումնասիրության, բայց դուք պետք է նման կոնտրաստային, ծայրահեղ թվացյալ հակասությունները տեսնեք Սուրբ Գրքում։ Նա չէ հեղինակը, բայց նա չի նվազեցնում բարոյական պահանջները, մարդու պատասխանատվությունը։ Իր ողորմությամբ նա հավիտենությունից առաջ ընտրել է իրեններին։ Նա փրկում է մեղքից բոլոր նրանց, ովքեր գալիս են իր մոտ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա ընդունում է բոլոր նրանց, ովքեր գալիս են իր մոտ եւ որդեգրելուց հետո դառնում իրենց հայրը։ Սա հոր մասին, Հայր Աստծո մասին։ Որդի Աստծո մասին տեսեք ինչպես ենք մենք հավատում։ Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը երրորդության երկրորդ անձը ունի աստվածային բոլոր հատկանիշները։ Նա հավիտենական է ու հավասար հորը իր էությամբ։ Դուք եթե սրան հավատաք, կնշանակի արդեն Եհովայի սուտ վկաներին կարող եք դուք սկսել արդեն հակառակը ապացուցել։ Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը երրորդության երկրորդ անձը ունի աստվածային բոլոր հատկանիշները, նա հավիտենական է ու հավասար հորը իր էությամբ։ Նա մեկ է հոր հետ իր գործերով ու նպատակներով։
Հայր Աստված արարեց ամեն բան իր կամքի համաձայն իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով, ում միջոցով ամեն ինչ շարունակվում է գոյություն ունենալ եւ գործել։ Հովհաննեսը գրում է ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Եվ այն, որ ստեղծագործությունը շարունակում է պահպանել իր գոյությունը, դրա մասին Եբրայեցիս նամակում են կարդում, առաջին գլուխ 3-րդ համար, նա իր զորության խոսքով պահում է ամեն բան։ Եվ եթե մեկ վայրկյան Հիսուսը իր պահպանությունից իր ձեռքը վերցնի, տիեզերքը քաոսի կվերածվի։ Մարմնավորման մեջ հավերժական որդին, երրորդության երկրորդ անձը, առանց իր աստվածային էությունը ուշադրի լսեք փոխելու, իրեն խոնարհեցրեց եւ ընդունեց մարդկային լիարժեք բնությունը, բայց առանց մեղքի։ Հիսուսը Սուրբ Հոգուց ձևավորվեց կույս Մարիամի արգանդում, հետևաբար ծնվեց կնոջից, այնպես որ ուշադրի լսեք, երկու ամբողջական կատարյալ եւ տարբեր բնություններ, աստվածային եւ մարդկային, միավորվել են մեկ անձի մեջ, առանց փոփոխության կամ բաժանման։ Դրա համար այս մասին խոսելիս միշտ հիշեք, որ պետք է չասեք 50% մարդ էր, 50% Աստված, 100% էր, երկուսն էլ։ Այնպես որ երկու ամբողջական կատարյալ եւ տարբեր բնություններ, աստվածային եւ մարդկային, միավորվել են մեկ անձի մեջ առանց փոփոխության կամ բաժանման։ Ուստի նա լիարժեք Աստված է եւ լիարժեք մարդ, բայց մեկ Քրիստոս, միակ միջնորդը Աստծո եւ մարդու միջև։ Իր մարմնավորման ժամանակ Քրիստոսը լիովին տիրապետում էր իր աստվածային էությանը, հատկանիշներին եւ իրավասություններին։ Այնուամենայնիվ իր ճնշված իրավիճակներում նա միշտ չէ որ լիովին արտահայտում էր իր մեծության փառքը, թաքցնելով դրանք իր իրական մարդկային վարակույրի ետևում։ Իր մարդկային էության համաձայն նա գործում է հնազանդվելով հորը։ Երբեմն ասում են Հիսուսը Աստված չէ, որովհետև հոր կամքն է անում, բայց նույն Հիսուսն ուրիշտեղ ասում են նույնն ենք, չէ՞, ես ու հայրը մեկ ենք։ Այստեղ էլ ասում է հոր կամքն է նա անում, գործում է հնազանդվելով հորը։ Մինչդեռ ըստ իր աստվածային էության նա գործում է իր իշխանությունով եւ զորությամբ որպես հավերժական որդի։ Տեր Հիսուս Քրիստոսը կատարեց մեր փրկագնումը իր արյան հեղման եւ խաչի վրա զոհաբերական մահվան միջոցով։ Եվ նրա մահը, ուշադրի լսեք, կամավոր էր, փոխարինող, քավիչ եւ փրկագնող։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահվան արդյունավետության հիման վրա հավատացյալ մեղավորը ազատվում է պատժից։ Հիմքը հիշեցիք ինչի հիման վրա։ Մահվան արդյունավետության հիման վրա։ Ազատվում է պատժից, զորությունից եւ մեղքի զորությունից եւ մի օր մեղքի ներկայությունից նաեւ կազատվի։ Եվ որպեսզի նա հայտարարվի արդար, ունենա հավիտենական կյանք եւ որդեգրվի Աստծո ընտանիքին։ Այսինքն Քրիստոսի մահվան արդյունքները վայելում է մեղավորը եւ ազատվում է մեղքից, պատժից, մեղքի զորությունից երկրի վրա եւ ապագայում էլ մեղքի ներկայությունից, երբ որ երկրում ենք։ Մեր արդարացումը հաստատվում է նրա բառացի ֆիզիկական մեռելներից հարությամբ։ Եվ որ նա այժմ համբարձվել է հոր աջ կողմը, որտեղ նա այժմ միջնորդ է որպես մեր փաստաբան եւ մեծ քահանայապետ։ Գերեզմանից Հիսուս Քրիստոսի հարության ժամանակ Աստված հայտարարեց իր որդու աստվածությունը եւ ապացուցեց, որ Աստված ընդունել է խաչի վրա Քրիստոսի քավիչ աշխատանքը։ Հիշում եք առաքյալն ասում է նա մեռավ մեր մեղքերի համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Նրա հարությունը ապացուցում էր, որ հայրը ընդունել է այդ զոհաբերությունը։ Եվ մենք ընդունում ենք հենց այսպես բառացի, որ նա մարմնով հարություն է առել մեռելներից։ Եվ դա ապացույցն է, երաշխիքն է հավատացյալներիս համար մեր ապագա հարության, որ մենք նույնպես հարություն ենք առնելու։ Դրա համար Կորինթացիս նամակում 15-րդ գլխում Պողոս առաքյալը եւ հարության մասին խոսում է, այնտեղ նշում է, որ Հիսուսի հարությունը եզակի էր ոչ միայն նրանով, որ նա մեռելներից հարություն առավ, այլ նա միակն էր, ով հարություն առավ նոր մարմնով։
անապականացու մարմնով, այն մարմնով, որը մեզ է սպասվում։ Նա երախայրին է, առաջին պտուղն է, եւ մենք ունենք, տեսնում ենք եւ հավատում ենք։ Հիսուս Քրիստոսը կվերադառնա ընդունելու եկեղեցին, որն իր մարմինն է, հափշտակության ժամանակ, եւ երբ վերադառնա իր եկեղեցու հետ փառքով, կհաստատի իր հազարամյա թագավորությունը երկրի վրա։ Տեր Հիսուս Քրիստոսը նա է, ում միջոցով Աստված դատելու է ողջ մարդկությանը։ Հավատացյալներին, սա վարձատրության մասին, իրենց գործերի, երկրի վրա եղող կենդանի բնակիչներին, նրա փառավոր վերադարձի ժամանակ, անհավատ մահացածներին, սպիտակ գահի մոտ։ Եվ այս դատաստանները ամեն համարը կա, դուք կարող եք ուսումնասիրել հետո։ Թեպետ դուք եթե չուսումնասիրեք էլ, մենք ամեն բան անելու ենք, որ ուսումնասիրեք։ Բոլորը։ Նա է մարմնի եւ եկեղեցու գլուխը եւ գալիք տիեզերական թագավորը, ով կթագավորի Դավթի գահին։ Նա է բոլորի վերջնական դատավորը, ովքեր չեն ընդունում նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Դավթի գահի մասին ուսուցումները, որ կարդաք, ուսումնասիրեք, դուք կտեսնեք մենք որ դեպքերին ենք վերաբերվում Աստծո խոստման մեջ բառացի ընկալում կա, տարածքային խոստում, որ դեպքում ոչ։ Որովհետև եթե այդ տարածքային խոստումները հենց այդպես էլ չհասկանանք, որը դեռևս չի իրականացել, ապագայում վերադարձի եւ հազարամյա իմաստ չի լինի։ Դրա համար Դավթի գահին դեռևս պետք է նստի Քրիստոսը։ Հոգևոր իմաստով, այո, զբաղված է այդ գահը Հավիտյանից Հավիտենից, բայց կա խոստում, որը նաև ֆիզիկական ժամանակի մեջ տարածքային իմաստով պետք է իրականանա։ Ուրեմն որդի Աստծո մասին մենք այսպես ենք հավատում, եւ հիմա Սուրբ Հոգի Աստծո մասին, տեսեք ինչպես է մեր եկեղեցին հավատում։ Սուրբ Հոգի Աստծո մասին, տեսեք, մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին Աստվածային անձ է, հավերժական եւ ունի անհատականության եւ աստվածության բոլոր հատկանիշները՝ ներառյալ գիտություն, զգացմունքներ, կամք, հավերժություն, ամենուրեքություն, ամենագիտություն, ամենակարողություն, ճշմարտություն։ Աստվածային բոլոր հատկանիշներով նա հավասար է, նույնական է Հորը եւ Որդուն։ Մենք այսպես ենք հավատում։ Եթե Սուրբ Գիրքն ասում է Սուրբ Հոգուն մի տրտմեցրեք, դա ցույց է տալիս, որ անձի հետ գործ ունենք։ Սուրբ Հոգու գործը կատարելն է աստվածային կամքը ողջ մարդկության հետ կապված։ Մենք ճանաչում ենք նրա ինքնիշխան գործունեությունը արարչության մեջ, մարմնավորումը, գրավոր հայտնությունը, փրկության գործը, Սուրբ Հոգու աշխատանքը այս շրջանում սկսվեց Պենտեկոստեի ժամանակ, այսինքն երբ խոսում ենք 2000 տարի առաջվա մասին, երբ նա եկավ Հորից, ինչպես խոստացել էր Քրիստոսը, սկսելու եւ ավարտելու Քրիստոսի մարմնի կառուցումը, որը նրա եկեղեցին է։ Երբեմն մարդիկ ասում են Սուրբ Հոգուն մենակ տեսնում ենք Պենտեկոստեին, բայց ոչ, Ծննդոց 1-ից սկսած որ կարդաք, Հոգին արդեն ջրերի վրա շրջում էր։ Նրա աստվածային գործունեության լայն շրջանակը ներառում է աշխարհին մեղքի, արդարության եւ դատաստանի համար հանդիմանելը։ Փառաբանելով Տեր Հիսուս Քրիստոսին եւ հավատացյալներին, դարձնելով Քրիստոսի պատկերին նմանակից։ Սա Սուրբ Հոգու գործառույթներն են։ Իսկ այս կետը առավել եւս մեր օրերում շատ հիշեք, որ Սուրբ Հոգին եկել է նաեւ Քրիստոսին փառավորելու։ Եվ ինչպես Օտար կրակ գրքում է գրում Մակարտուրն, ասում եմ, եթե միտեղ առաջին պլանում, այսպես ասած, երևում է միայն Սուրբ Հոգին, բայց ոչ Քրիստոս, ուրեմն այդտեղ գուցե լավ չեն ընկալել Սուրբ Հոգու գործառույթը, որտեղ նա եկել է Քրիստոսին ցույց տալու, փառավորելու համար։ Սուրբ Հոգին վերստին ծնունդի գերբնական եւ ինքնիշխան գործակատարն է, ով բոլոր հավատացյալներին մկրտում է Քրիստոսի մարմնի մեջ։ Սուրբ Հոգին նաեւ բնակվում է, սրբացնում, խրատում, զորացնում է նրանց ծառայության համար եւ կնքում նրանց մինչև փրկագնման օրը։ Ընթացքում ես ինչ որ ընթերցում եմ, ինչ համար որ գիտեք, ձեր մտքին կգա, բնականաբար, բայց կան այստեղ կարող եք հետագայում ընթերցել։ Սուրբ Հոգին այն աստվածային ուսուցիչն է, ով առաջնորդեց առաքյալներին եւ մարգարեներին դեպի ողջ ճշմարտությունը։
երբ նրանք գրում էին Աստծո հայտնությունը, Աստվածաշունչը։ Յուրաքանչյուր հավատացյալ ունի Սուրբ Հոգու մշտական ներկայությունը, ուշադիր լսեք սա, Գործքի մյուս քարոզում սրա մասին շատ ենք խոսելու։ Յուրաքանչյուր հավատացյալ ունի Սուրբ Հոգու մշտական ներկայությունը փրկության պահից սկսած եւ հոգուց ծնված բոլորի պարտականությունն է շարունակ լցվել նրանով, որը ըստ Կողոսացիսի տեսնում ենք նշանակում է խոսքով լցվել ու առատանալ։ Եթե սա դուք չիմանաք, որ յուրաքանչյուր հավատացյալ Սուրբ Հոգու մշտական ներկայությունը փրկության պահին է ստանում, երբ կարդաք օրինակ Գործք առաքելոց 19-րդ գլուխ առաջին 7 համարները, երբ Պողոսը գալիս ստուգող հարցը տալիս, երբ հավատացիք Սուրբ Հոգին ստացաք, դուք այդտեղ կտեսնեք ժամանակային տարբերություն եւ կասեք, փաստորեն այն ժամանակ եղել է ուրիշ կերպ։ Մարդիկ հավատացել են առանց Սուրբ Հոգու, հետո Սուրբ Հոգի են ստացել, սկսեք խճճվել։ Բայց երբ դուք իմանաք ամբողջական ուսուցումը մարդու փրկության, Սուրբ Հոգու դերի, գործառույթի, փրկության պահին ինչ է տեղի ունենում, նման հատվածներում չեք խճճվի։ Դրա համար սա հիշեք, որ յուրաքանչյուր հավատացյալ ունի Սուրբ Հոգու մշտական ներկայությունը փրկության պահից սկսած եւ հոգուց ծնված բոլոր հավատացյալների պարտականությունն է լցվել նրանով։ Սուրբ Հոգին հոգեվոր նվերներ է պարգևում եկեղեցուն նաեւ։ Սուրբ Հոգին չի փառավորում ոչ իրեն, ոչ էլ իր պարգևները ցուցադրական կերպով, այլ նա փառավորում է Քրիստոսին, իրականացնելով այն աշխատանքը, որով փրկագնում է կորածներին եւ կերտում հավատացյալներին ամենասուրբ հավատքով։ Սուրբ Հոգի Աստված ինքնիշխան է, այսօր իր բոլոր պարգևների շնորհման հարցում։ Առաքյալը դրա համար գրում է, որ նա բաժանում է պարգևները ըստ իր կամքի։ Դու չես կարող իրեն թելադրել։ Եվ եկեղեցու սկզբնական օրերին լեզուներով խոսելը եւ նշանավոր հրաշքներ գործելը առաքյալներին մատնացույց անելու նպատակ ուներ, որպես աստվածային ճշմարտության ուսուցիչներ, եւ երբեք ուշադիր լսեք, նախատեսված չեն եղել բնորոշելու հավատացյալների կյանքը։ Այսինքն ինչը որ տրվեց առաքելական շրջանում, բաներ կար այն ժամանակ էլ կամ ընթացքում էլ ավարտվեց եւ այլևս մենք չենք տեսնում, որ դա, ինչպես աստվածաբանության լեզվով են ասում, նորմատիվ էր բոլոր ժամանակների համար։ Ահա այսպես ենք մենք հավատում երրորդությանը, Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու մասին, այսպես ենք ուսուցանում։ Հիմա մարդու մասին, ինչպես ենք մենք հավատում եւ ինչ ենք ուսուցանում։ Մարդու մասին տեսեք ինչ ենք սովորեցնում։ Մենք հավատում ենք, որ մարդը անմիջականորեն եւ անմիջապես ստեղծվել է Աստծո կողմից իր պատկերով եւ նմանությամբ։ Մարդը ստեղծվել է մեղքից զերծ, բանականությամբ, կամքով, ինքնորոշմամբ եւ Աստծո առաջ բարոյական պատասխանատվությամբ։ Մարդը ստեղծվել է Աստծո կողմից որպես արական եւ իքական սեռ, անկախ 21-րդ դարի նկրտումներին, հստակորեն սահմանված յուրաքանչյուր անհատի համար։ Երկուսի միջև խառնաշփոթությունը նրա համար Աստծո համար գարշելի է։ Աստված ստեղծեց մարդուն իրեն փառաբանելու համար, որպեսզի նա վայելեր Աստծո ընկերակցությունը, իր կյանքն ապրեր Աստծո կամքով եւ դրանով իրագործեր Աստծո նպատակը մարդու համար աշխարհում։ Այնպես որ ինչ թեզեր էլ որ դուք լսեք կյանքում կամ մարդիկ գան համոզեն ասելով, որ համասեռամոլությունը հիվանդություն է եւ այլն, պետք է ընդունել, այս անել, այն անել, դուք պետք է հիշեք, որ Աստված ի սկզբանե ստեղծել է երկու սեռ, երեքը չի եղել եւ բոլոր տեսակի խառնաշփոթությունները գարշանք են Տիրոջ համար։ Հրաշալի առդ կլինի նմաններին ավետարանել։ Ասել, որ եթե դարձի գան, իրենք էլ կփրկվեն։ Հիշում եք Կորինթացիս նամակում Պողոս ասում է ձեզանից շատերը կամ ոմանք այդպիսին են եւ թվարկում է նաեւ նրանց ցանկի մեջ։ Աստծո հայտնված կամքի եւ Աստծո խոսքի նկատմամբ Ադամի անհնազանդության մեղքով մարդը կորցրեց իր անմեղությունը, կրեց հոգեվոր եւ ֆիզիկական մահվան պատիժը, ենթարկվեց Աստծո բարկությանը եւ դարձավ ապականված եւ բացարձակապես, բառն ուշադիր եղեք, բացարձակապես անկարող ընտրելու կամ անելու այն, ինչ Աստծուն ընդունելի է։ Այս կետը ընդունելը ձեզ կօգնի, եթե ասում ենք 5 կետերի մասին, թուլիփի մասին, մնացածը հասկանալու եւ
եւ միացնելու սրան առաջինին։ Եթե դուք մարդու ապականությանը չվերաբերվեք որպես բացարձակ ապականություն, ամբողջական ապականություն, եթե դուք թողեք ապականության մեջ նույնիսկ 0.0001%, որ մարդը կարող էր Աստծուն խնդրել, որ իրեն վերստին ծնունդ տա, ուրեմն դուք չեք հավատում ապականությանը այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ներկայացնում։ Առավելևս, եթե ծննդոց 6-ում դուք նայեք, հենց այդ սիրտ բառը, որ եբրայերենում լեբն է, հունարենում կարդիան, կտեսնեք, որ ներկայացնում է մարդու ողջ ներաշխարհը, ինչ որ այստեղ նշվեց։ Մարդու կամք, որոշումներ, զգացմունքներ, եւ Եփեսացիս 2-ն է կարծեմ ոչ երկիմաստ, ասում է, որ դուք մեռած էիք։ Չի ասում վիրավորված էիք, չի ասում մի փոքր ունեիք կարողություն, հիվանդացել էիք, ոչ, դուք մեռած էիք։ Եվ պետք է սա ընդունել։ Միջայլոց ապագայում, երբ սա ուսումնասիրեք, այստեղ դուք ուսումնասիրեք նաև Ադամի անմեղության եւ Քրիստոսի արդարության տարբերությունը, որ այդտեղ դուք պրոգրեսիվ աճ կտեսնեք։ Այսինքն Աստված Քրիստոսով մեզ չվերադարձրեց ադամական վիճակին։ Դա չեզոք անմեղությունն էր, ինչ որ Ադամը ուներ, բայց Քրիստոսի արդարությունն ավելին է, քան չեզոք անմեղությունը, որտեղ եթե չեզոք անմեղությունը կարող էր մեղ գործել, Քրիստոսի արդարությունը այլևս ոչ։ Չունենալով վերականգնողական ուժ, սա անկում ապրած մարդու մասին է, որը նրան հնարավորություն կտար վերականգնվելու, մարդը անհույս կորած է։ Այսպիսով մարդու փրկությունն ամբողջությամբ Աստծո շնորհով է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի քավիչ գործի միջոցով։ Այսպես եք հավատում, սիրելիներ։ Հարկ Տիրոջը։ Քանի որ բոլոր մարդիկ Ադամի մեջ էին, Ադամի մեղքով ապականված բնույթը փոխանցվեց բոլոր մարդկանց բացառությամբ մեկի։ Ով էր։ Հիսուս Քրիստոսը։ Այսպիսով բոլոր մարդիկ մեղավոր են բնությամբ, ընտրությամբ եւ աստվածային հայտարարությամբ։ Ընտրությամբ ասելով իրենք իրենց հերթինել են մեղ գործում, ինչպես Հռոմեացիսն է ասում։ Եվ աստվածային հայտարարությամբ։ Ահա թե մենք ինչ ենք սովորեցնում մարդու մասին։ Ուրիշ խոսքով անտրապոլոգիան մեր այսպիսինն է։ Հաջորդիվ փրկության մասին ինչ ենք սովորեցնում։ Փրկության մասին մենք հավատում ենք, որ փրկությունն ամբողջությամբ Աստծուց է շնորհքի միջոցով Հիսուս Քրիստոսի փրկագնման, նրա թափած արյան հիման վրա եւ ոչ թե մարդկային արժանինքների կամ գործերի հիման վրա։ Այստեղ կարևոր բառը ամբողջությունն է, ամբողջությամբ, որ այդտեղ մարդկային որևէ գործ հանկարծ չխցկվի, ներողություն բառես համար։ Թեպետ հայերեն է խցկվելը, չէ՞։ Հա, չխցկվի։ Որովհետև եթե խցկվի, սիրելիներ, մեր աստվածաբանության մեջ մենք կկարողանանք պարծենալ, բայց ոչ թե Քրիստոսով, ոչ թե շնորհքով, այլ մեզնով։ Դրա համար, որպեսզի մարդը չունենա պարծանք, պետք է շնորհքը ընկալվի որպես ամբողջություն։ Փրկության մասին մեր դիրքորոշումը, մեր հավատը այսպիսինն է։ Տեսեք, վերստին ծնունդի մասին ինչ ենք սովորեցնում։ Վերստին ծնունդի մասին մենք հավատում ենք, որ վերստին ծնունդը Սուրբ Հոգու գերբնական աշխատանքն է։ Այն ակնթարթային է եւ կատարվում է բացառապես Սուրբ Հոգու զորությամբ, Աստծո խոսքի միջոցով։ Երբ ապաշխարող մեղավորը, ինչպես Սուրբ Հոգին է հնարավորություն տալիս, հավատքով արձագանքում է փրկության աստվածային նախախնամությանը։ Օրինակ Հովանեսը Ավետարանի առաջին գլուխ 13-րդ համարում ասում է, որ ոչ մարմնի կամքից, ոչ արյունից, այլ Աստծուց ծնվեցին։ Հակոբոս օրինակ առաջին գլուխ 18-ում մի դետալ է ավելացնում, ասում է նա մեզ վերստին ծնեց իր կամքով, խոսքի միջոցով։ Եվ երբ որ միացնում ենք իրար ուսուցումը, մենք տեսնում ենք, որ Ավետարանը միջոց է Աստծո համար, որպեսզի մարդուն վերստին ծնունդա, բայց քանի որ մենք հիմա չենք ուսումնասիրելու, ասեմ, որ երբ դուք կարդաք աստվածաբանական գրքեր, որոնք որ ներկայացնում են վերստին ծնունդ եւ հետո հավատ, ապաշխարություն, աստվածաբանների նպատակը ժամանակագրությունը ներկայացնել չէ, այդ տրամաբանությունը։ Պարզապես այն վերածվում է ժամանակի միավորի, որ մարդը կարողանա հասկանալ տրամաբանությունը, որ եթե չկա վերստին ծնունդ, ուրեմն չկա հիմք դարձի գալու համար։ Որտեղ սա ակնթարթում է, ինչպես լսեցիք, կատարվում։ Սա մի ամբողջական փաթեթ է,
որ Տերը մի ակնթարթում իրականացնում է։ Եվ որպեսզի տրամաբանությունը մենք հասկանանք, դրա համար մենք պետք է հիշենք, որ վերստին ծնունդը դա Աստծո կողմից նախաձեռնվող, քամու նման, ինչպես Նիկոդեմոսին էր բացատրում, այսինքն քամու նման անվերահսկելի, անկառավարելի, անտեսանելի, անշոշափելի, դու չգիտես երբ կգա, որտեղից կգա, դու միայն կարող ես հետևանքներից հասկանալ։ Թե ինչ եղավ, թե այդ քամին ու վրա փչեց, հետևանքներից կարող ես հասկանալ։ Եվ եզրակացությունն այդտեղ կարևոր, որ Հիսուսն ասում է, այսպես են բոլոր նրանք, ովքեր Աստծո հոգուց են ծնվել։ Այսպես, ինչպես։ Քամու օրինակից էր խոսում։ Իսկ երբ մարդու կյանքում սա տեղի ունենում, սկսում է հետևանքները արդեն աստիճանաբար երևալ։ Եվ սա Աստծո աշխատանքն է, սա միակողմանի գործ է։ Այստեղ մարդը пассив դեր ունի։ Ես ուզում եմ մտնել բացատրությունների մեջ, բայց կզսպեմ ինձ։ Սա пассив դեր ունի։ Եվ նույնը վերստին ծնունդի մեջ пассив դեր ունի, արդարացման մեջ եւս, բայց երբ սրբագործման մասին խոսենք, նոր կտեսնենք մարդու պատասխանատվությունը կամ մասնակցությունը։ Իրական վերստին ծնունդը դրսևորվում է ապաշխարության արժանի պտուղներով, որոնք դրսևորվում են արդար վերաբերմունքով եւ վարքով։ Լավ գործերը վերստին ծնունդի պատշաճ ապացույցն ու պտուղն են հանդիսանում եւ կիրականանան այն չափով, որքան որ հավատացյալը ենթարկվի Սուրբ Հոգու հսկողությանն իր կյանքում, հավատարիմ կերպով հնազանդվելով Աստծո խոսքին։ Այս հնազանդությունը ստիպում է հավատացյալին ավելի ու ավելի համապատասխանել մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատկերին։ Նման համապատասխանությունը հավատացյալին հասցնում է փառավորման գագաթնակետին Քրիստոսի գալստյան ժամանակ։ Հիշում եք, որ Հովհաննեսն ասում է, երբ նրան տեսնենք, արդեն ամբողջությամբ նրան նման կլինենք, բայց քանի նրան չենք տեսնում, մեր սրբագործման աճը պրոգրեսիվ բնույթ ունի, աճում է, փառքի մի աստիճանից մյուսին ենք տեղափոխվում, որքան որ մենք հնազանդվում ենք Սուրբ Հոգուն։ Վերստին ծնունդի մասին մենք այս ենք սովորեցնում եւ այսպես։ Հիմա ամրագոտիները գցեք ընտրության մասին։ Մենք հավատում ենք, որ ընտրությունն Աստծո գործողությունն է, որով նա աշխարհի հիմնադրումից առաջ Քրիստոսով ընտրեց նրանց, ում ուղղորդմամբ տալիս է վերստին ծնունդ, փրկում եւ սրբացնում է։ Սա ուշադիր լսեք։ Ինքնիշխան ընտրությունը չի հակասում կամ ժխտում մարդու պատասխանատվությանը։ Այն է ապաշխարել եւ վստահել Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ։ Ամենաբարդ կետը երևի մարդու համար հասկանալու հենց այս է։ Ինչպես է որ Աստված ինքնիշխանորեն ընտրել է արարչագործությունից առաջ եւ ինչպես է որ մարդը պատասխանատվություն ունի։ Ուզում են միացնել իրար, սա է դժվար մասը, բայց մեր քարոզած ընտրությունը իր մեջ ունի հետեւյալը, նախ ասում է, որ Աստված ինքն է որոշել իր ինքնիշխան կամքով Եփեսացիս 1:3-5 դեռևս աշխարհը ստեղծելուց առաջ ընտրել է ոմանց իր փառքի համար, եւ նաեւ մենք ասում ենք, որ Աստծո ինքնիշխան ընտրությունը չի ժխտում կամ հակասում մարդու պատասխանատվություն եւ բացատրում ենք հետեւյալ կերպ։ Աստված մարդու սիրտը նոր ծնունդ է տալիս նրան, սա պարզապես ասեմ պատկերացնելու համար, դետալների մեջ չեմ մտնելու։ Եվ մարդուն հասցնում է այն աստիճանի, որ ինքը ինքնակամ ուզի եւ ասի այո։ Եվ այդպեսով պահպանվում է եւ մարդու այո ասելու իրական լինելը, բայց միևնույն ժամանակ Աստծուց եկած, դրդված լինելը։ Եվ եթե հիշեք, շատ հաճախ ասում են կալվինիստները այսպես են սովորեցնում, որ մարդը ռոբոտ է, այսպես են ասում։ Այդ ռոբոտ բառը ով ասում է, ինքը լավ չի հասկացել այս երկրորդ մասը։ Ինքը չգիտի մենք ինչպես ենք մեկնաբանում։ Ինքնիշխան ընտրությունը չի հակասում կամ ժխտում մարդու պատասխանատվությանը։ Այն է ապաշխարել եւ վստահել Հիսուսին որպես Տեր։ Այնուամենայնիվ, քանի որ ինքնիշխան շնորհը ներառում է ինչպես փրկության պարգևը ստանալու միջոցները, այնպես էլ բուն պարգևը, ապա գերիշխան ընտրությունը կհանգեցնի այն բանին, ինչ Աստված կորոշի։ Այսինքն իր ընտրությունը ենթադրում է իրականացնել բոլոր փուլերը, որպեսզի իրականանա ընտրությունը։ Օրինակ, ում որ ընտրել է ըստ Հռոմեացիս 8-ի նախասահմանել է,
ում նախասահմանել է կանչել է, ում կանչել է արդարացրել է, ում արդարացրել է փառավորել է։ Այսինքն բոլոր այս խմբի մարդիկ այդ նույն խմբի մարդիկ են, որոնք որ ընտրված են եղել։ Անվաստակ այս բարեհաճությունը, այսինքն մենք չենք կարող այս վաստակել, որն Աստված տալիս է մեղավորներին, կապված չէ նրանց կողմից կատարվելիք որևէ նախաձեռնության կամ որևէ Աստծո որևէ ակնկալիքի հետ, թե ինչ կարող են նրանք անել իրենց կամքով, այլ այն բացառապես նրա գերիշխան շնորհն ու ողորմությունն է։ Բացառապես նրանն է։ Եվ սա անվաստակ է։ Մենք ոչինչ չենք կարող անել, որ Աստված որոշեր մեզ ընտրել։ Եթե ձեր աստվածաբանության մեջ նման մակաբույծ մտքեր գան, իմացեք, որ շնորհը, ինչպես որ ներկայացվում է Սուրբ Գրքում, այդպես դեռ չեք ընկալել։ Սա պայքար է, որ դու քո տրամաբանությունը ենթարկես Աստծո խոսքին, ինչպես որ նա ասում է։ Որտեղ մենք ամեն բան չգիտենք, բայց ինչ որ գիտենք, վստահ ենք դրանում, Սուրբ Գիրքը խոսում է, ուրեմն անկախ մեր տրամաբանության սահմաններին, մենք պետք է մեզ ենթարկենք։ Մի անգամ Հոլանդիայում ասացի եղբայրներից մեկին, լսի, դու պետք է խոնարհվես, որ ընդունես ընտրության վարդապետությունը։ Հայք եղբայրը կվկայի Կիևում էլ դասերի ժամանակ ինչ թեժ դեբատներ են, չէ՞, լինում այս թեմայի վերաբերյալ։ Այսինքն մինչ այն կետը, որ Պողոսի նման դու ասես դու ով ես, որ Աստծո դեմ խոսում ես։ Այսինքն մեր լավագույն անելիքը, երբ արդեն տրամաբանությունը սպառվում է, պետք է հիշենք, որ մարդկանց պետք է ուղենք եւ մեզ Աստծո իրավունքների վրա։ Միթե ստեղծվածը ստեղծողին կասի։ Ինքը իրավունք ունի։ Եվ ինչ որ արել է ճիշտ, արել է լավ եւ ունի պատճառներ դրա համար։ Անկախ նրանից ես դա հասկանում եմ լիարժեք թե ոչ։ Ընտրությունը չպետք է դիտարկվի որպես զուտ վերացական ինքնիշխանություն։ Աստված իսկապես ինքնիշխան է, բայց նա ներդաշնակորեն իրականացնում է այս գերիշխանությունը իր մյուս հատկանիշների հետ, հատկապես նրա ամենագիտության, արդարության, սրբության, իմաստության, շնորհի եւ սիրո հետ։ Սա այն մասին է, որ Աստծո ընտրությունը որքան էլ մենք չհասկանանք, դա չի նշանակում, որ Աստծուն պետք է դարձնենք անտրամաբանական։ Ինքը գիտի ինչ անում, դա իր գործն է։ Ինքն ունի պատճառներ դրա համար։ Պատճառը հաստատ մենք չենք, հաստատ մեր մեջ չէ։ Բայց երբ որ մենք ասում ենք նա ինքնիշխան է, դա չի նշանակում, որ նա վերացական, ուղղակի ինքնիշխան է, չէ, իր մյուս հատկությունները այդ ինքնիշխանության մեջ պետք է դիտարկենք։ Այս գերիշխանությունը միշտ կբարձրացնի Աստծո կամքն այնպես, որպեսզի այն լիովին համահունչ լինի նրա բնավորության հետ, ինչպես երևում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքում։ Այսինքն, երբ դու Աստծուն փորձում ես մեկնաբանել իր արածները, բայց տեսնում ես քո եզրակացությունը հակասում է իր էության որևէ հատկության, ուրեմն ճիշտ չես վերլուծել։ Աստված այնպես է գործում, որ իր կամքը այնպես է իրականացնում, որ լիովին իր բնավորությունը եւ իր արարքները համահունչ լինեն եւ համահունչ են։ Եթե նույնիսկ մենք չենք հասկանում ինչու էր, կամ մենք չէ, հիմա հասկանում ենք Սուրբ Գրքում, բայց մարդիկ չեն հասկանում, այդ ինչ Աստված էր, որ 5 տականում թողում էր մարդկանց սպանեին։ Բայց սիրո եւ արդարության իրար կողք լինելը եւ մեկնաբանելը դա պահանջում է Աստվածաշնչի օբյեկտիվ մեկնաբանություն։ Մի զարհուրելի հատված կարդամ, զարհուրելի։ Գուցե սա անգիր գիտեք, բայց մտածեք ընտրության վարդապետության համատեքստում։ Եվ տեսեք Հիսուսն ինչպես էր խոսում, Մատթեոս 11:25-27, ուշադիր լսեք։ Այն ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, երկնքի ու երկրի Տեր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր»։ Վախենալու է։ Դե լսեք Հիսուսի բացատրությունը։ Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ինձ լիովին բավարարում է սա։ Ինձ լիովին բավարարում է։ Շարունակություն լսեք։ Ամեն բան ինձ իմ հորից տրվեց, ոչ ոք որդուն չի ճանաչում բացի հորից, եւ ոչ ոք հորը չի ճանաչում բացի որդուց եւ նրանից, ում որդին կուզենա հայտնել։
Ոնց մեկնաբանենք սա։ Ուրիշ կերպ։ Ընտրության մասին մենք այսպես ենք հավատում եւ այսպես ենք ուսումնասիրում։ Հաջորդ արդարացման մասին։ Ինչպես է եկեղեցին հավատում, ինչպես է ուսուցանում։ Մենք հավատում ենք, որ Աստծո առաջ արդարացումը Աստծո գործողությունն է, որով նա արդար է համարում նրանց, ովքեր Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով ապաշխարում են իրենց մեղքերից եւ խոստովանում նրան որպես գերիշխան Տեր։ Այս արդարությունը զատ է մարդու ցանկացած առաքինությունից կամ գործից եւ ներառում է մեր մեղքերի վերագրումը Քրիստոսին եւ Քրիստոսի արդարության վերագրումը մեզ։ Այսինքն, երբ մենք ասում ենք արդարանալ Աստծո մոտ, նախ առաջինը պետք է իմանանք, որ այս արդարությունը գործի հետ չի կապված, արդար գործ, որ մեկը մի գործ անում, ասում է արդար վարվեց։ Սա գործի մասին չէ։ Արդար ինչպիսին Քրիստոսն է, Աստված մեզ դարձնում է այդպիսին։ Եվ այդ ժամանակ մենք հայտարարվում ենք Աստծո կողմից արդար, եւ երկու բան է տեղի ունենում։ Առաջին, դա նշանակում է, որ մեր մեղքերը վերագրվում են Քրիստոսին, եւ Քրիստոսի արդարությունը վերագրվում է մեզ։ Բանալի բառը վերագրվելն է։ Վերագրվել։ Մի բան, որ քոնը չի։ Աբրահամը հավատաց Աստծուն եւ այն արդարություն համարվեց իրեն։ Համարվել նշանակում է, որ Աբրահամը արդար չէր, այն տրվեց իրեն։ Դա Քրիստոսինն է։ Այս միջոցով Աստված հնարավորություն է ունենում, տեսեք ինչ հետաքրքիր է, լինել արդար եւ արդարացնել նրան, ով հավատում է Հիսուսին։ Հռոմեացիս 3:26-ը։ Այսինքն ինչպես անենք, որ Աստված համ արդար լինի, համ արդարացնի մեղավորին, որովհետեւ մեղավորին դու չես կարող արդարացնել այնպես, որ դու մնաս արդար։ Բայց Աստված գտել է լուծումը։ Նա այնպես է արդարացնում մեղավորին, որ ինքը մնում է արդար եւ արդարացնում է նրան, ով հավատում է Քրիստոսին։ Այնպես որ իրավական լեզվով էլ դուք պետք է կարողանաք մարդուն բացատրել սա, առավելևս իրավաբաններին, ովքեր կասեն ցույց տուր ինձ, այդ որ դատարանում դու կարող ես մտնել մեղավորին այնպես արդարացնել, որ ինքը արդար լինի, եւ դու էլ մնաս արդար։ Բան չի լինում։ Բայց տես Աստծո մոտ դինում է, մարդու կողմից դա հնարավոր չէ, Աստծո կողմից հնարավոր է։ Արդարացման մասին մենք այսպես ենք հավատում եւ սովորեցնում։ Սրբացման մասին։ Սրբացում, մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հավատացյալ սրբացվում է, այսինքն առանձնացվում Աստծո արդարացումով եւ հետեւաբար համարվում է սուրբ։ Այս սրբացումը դիրքային է եւ ակնթարթային եւ չպետք է շփոթել գործնական սրբացման ընթացքի հետ։ Դրա համար հայերենում մենք օգտագործում ենք սրբացում եւ սրբագործում։ Սրբացումը մենք երբ օգտագործում ենք, նկատի ունենք մարդու փոխված դիրքը Աստծո մոտ, կարգավիճակը փոխվեց։ Մեղավոր էր, դարձավ արդար, սրբացվեց։ Բայց երբ ասում ենք սրբագործում, մենք նկատի ունենք ընթացքը, որ քրիստոսանմանեցման մեջ սկսում է մարդ աճել։ Դա համար այս սրբացումը, որի մասին հիմա խոսում ենք, կապված է դիրքի հետ, ոչ թե նրա ներկայիս քայլերի կամ վիճակի հետ, երբ մարդը ընկնում եւ վեր է կենում։ Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգու միջոցով կա նաև սրբացման աճի ընթացք, որով հավատացյալի վիճակը քայլ առ քայլ ավելի է մոտենում նրա կարգավիճակին։ Այսինքն կարգավիճակը սուրբ է, կանչված է սրբության, ինչպես Պողոսն էր ասում, սուրբ կանչված սրբության։ Դիրքով դու սուրբ ես, այո, բայց քո վիճակը գուցե հիմա գուցե չէ, վստահաբար չի համապատասխանում քո դիրքին։ Եվ սրբագործումը դա ընթացք է, որ քեզ քիչ մոտեցնում է քո դիրքին, Քրիստոսի մեջ, Աստծո մեջ, որ դու ունես։ Դա համար այս մարդիկ, ովքեր որ այս կապը չեն կարողանում տեսնել, հասկանալ, սրբագործման ձախողումները վերագրում են փրկության կորստին։ Իրենք դիրքի եւ վիճակի տարբերությունները չեն կարողանում հասկանալ, որ դիրքը անձեռմխելի է։ Դու կարող ես խաչի վրայի ավազակ լինել, առանց սրբագործում անցնելու, հավատալ եւ փրկվել։ Այսինքն, եթե դա կապված լինի քո սրբագործման հետ, այլևս շնորհք չէ, գործերից է։ Այսինքն, տարբեր կողմերից դու կարող ես պաշտպանել սա։ Աստծո խոսքին հնազանդվելու եւ Սուրբ Հոգու զորացման միջոցով հավատացյալը կարող է ապրել աճող սրբությամբ։ Աստծո կամքին համապատասխան ավելի ու ավելի նմանվելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս առումով մենք սովորեցնում ենք, որ յուրաքանչյուր փրկված մարդ ամենօրյա կոնֆլիկտի մեջ է։
Քրիստոսով նոր ստեղծված արարածը պայքարում է մարմնի դեմ, սակայն հաղթանակը ապահովում է Սուրբ Հոգու զորությամբ։ Մենք բացատրում ենք, դա անտրոպոլոգիայի հետ է կապված։ Մենք բացատրում ենք մարդուն, որ երբ քո հոգին փրկագնվում է, դու հայտնվում ես տարօրինակ իրականության մեջ։ Քո մարմինը դեռևս չփրկագնված է, բայց հոգիդ իր կարգավիճակը փոխել է։ Հիմա հոգիդ փոխված գտնվում է չփրկագնված դեռևս մարմնի մեջ։ Դրա համար էլ դու միշտ չէ որ Պողոսը կասեր անում ես այն ինչ որ ուզում ես։ Դրա համար էլ կարիք է առաջանում հասկանալու սա եւ հոգով մարմնի գործերը սպանելու ամեն օր։ Որ այս կոնֆլիկտի ժամանակ դու հասկանաս ինչ է կատարվում քո մեջ։ Եվ հավատացյալներին այս ճշմարտությունով դուք կարող եք ազատել, դուք էլ ազատվել, որ ձեր սրբագործման ճանապարհին երբ սայթակում եք, ոչ թե մտածեք փրկությունս կորցրեցի, այլ մտածեք ինչպես սրբագործվեմ, ինչպես հոգով քայլեմ, որ մարմնիս ցանկություն չկատարեմ։ Ես անձամբ տարիներով հոգևոր ընտանիքում եմ ծնվել, տարիներով չիմանալով սա, ես այդ պայքարների մեջ միշտ փրկության հետ էի կապում։ Իմ մոտ աղավաղված, քաոսային էր, ոչ փրկությունն էի հասկանում, ոչ արդարացումը։ Մեղ գործեցի, վերջ, ուրեմն ես իսկական չեմ։ Իհարկե սա կանաչ լույս չէ մեղքի, մենք դրա մասին չենք խոսում։ Պայքարը այնուամենայնիվ մնում է հավատացյալի հետ այս երկրային կյանքի ընթացքում, ուշադրես եք, եւ երբեք ամբողջությամբ չի ավարտվում։ Այսինքն սրբագործման վարդապետություն երբ դուք անցնեք, դուք կիմանաք, որ կատարելության բացակայություն կա։ Ի տարբերություն արդարացման, որ ամբողջությամբ միաժամանակ նույնն է եւ հավասար բոլորի դեպքում։ Բայց սրբագործումը տարբերվում է արդարացումից։ Սրբագործումը ժամանակավոր ընթացք է։ Դա մարդու, Աստծո համագործակցությունն է, որի արդյունքում մարդը, կրուդեմ այսպես է սահմանում, աստիճանաբար հեռանում է մեղավոր սովորություններից եւ աստիճանաբար նմանվում է Քրիստոսին։ Սա սրբագործումն է։ Այս մարմնական կյանքում ուշադիր լսեք, մեղքի կատարելապես վերացման մասին բոլոր պնդումները Աստվածաշնչից դուրս են։ Երբ դու ապրում ես այս մարմնի մեջ, քանի դու ապրում ես։ Եթե որևէ մեկը քեզ կասի, որ մենք հավատում ենք այնպես, որ մեղքը կատարելապես պետք է վերանա մեր կյանքից այս մարմնի մեջ, մենք պետք է չսայթակենք, պետք է այդ կոնֆլիկտը չունենանք, դա սուրբ գրային ճշմարտություն չէ։ Մենք այդպես չենք հավատում։ Մենք հավատում ենք, որ կա մշտական պայքար, մենք հասկանում ենք էությունը, որ հոգին հոժար է, մարմինը տկար է, հոգին փոխված է, դեռևս չփրկագնված մարմնի մեջ է, մեզ տրված են գործիքներ, ինչպես պետք է նորոգվենք մտքով, ինչպես պետք է մեր մարմինները հնազանդեցնենք հոգուն, հոգով քայլենք, որ մարմնի ցանկությունները չկատարենք, ինչեւ որ կգա Քրիստոս, մեզ կտա փառավորյալ մարմին եւ այլևս մեր փառավորված հոգին եւ փառավորված մարմինը կմիավորվեն եւ մենք այդ կոնֆլիկտից կազատվենք։ Մեղքի վերացումը կատարելապես հնարավոր չէ այս երկրավոր կյանքում, բայց Աստծո հոգին ապահովում է մեղքի դեմ հաղթանակը։ Նրանք, ովքեր որ նախորդ կետում ասեին, մեղք պետք է չգործես, այսինքն ոչ թե պետք չէ, այլ անհնար է որ հավատացյալը մեղք գործի, այս կետում Պողոսին հակասում են։ Որովհետև կամ Հովանեսին ասում է, որ մեղքի դեմ հաղթանակ կա։ Հովանես 1 ասում է ինչն է հաղթում, հավատը Քրիստոսի հանդեպ եւ երաշխավորում է արդյունք, որ դու աշխարհի համակարգին, ինչ որ աշխարհում է, նախ պետք է չսիրես եւ չի սիրում իրական հավատացը, դու կարողանում ես նաեւ հաղթել, հաղթանակ տանել։ Այնպես որ սրբացման մասին տարբերակեք սրբացումը եւ սրբագործումը եւ եկեղեցին այսպես է սովորեցնում։ Աստծո պահպանության մասին Հավատի մեջ պահպանության մասին, տեսեք ինչպես ենք մենք հավատում։ Մենք հավատում ենք, որ բոլոր փրկագնվածները, երբ փրկվել են, պահվում են Աստծո զորությամբ եւ հետեւաբար հավիտյան ապահով են Քրիստոսով։ Այդ համարները կարող եք կարդալ հետո։ Հավատացյալները ունեն արտոնություն ուրախանալ Աստծո խոսքի վկայությամբ իրենց փրկության համար, սակայն այն հստակ կերպով արգելում է քրիստոնեական ազատության օգտագործումը կամ չարաշահումը, այն է մեղավոր կերպով ապրելը եւ մարմնավորությանը տրվելը։ Այստեղ էլ դժվար հասկանալու մաս կա մարդկանց կողմից։ Մի կողմից մեզ արտոնություն տրված է, որ մենք ուրախանանք մեր ամփոփող դիրքով, բայց մյուս կողմից դա մեզ չի տալիս իրավունք ազատություն տալ ցանկություններին մարմնական կամ չարաշահել այն։
Պահպանությունը տեղի ունենում Աստծո զորությամբ, հավատի միջոցով եւ փրկության համար։ Մենք պահված ենք փրկության համար։ Մենք Աստծո պահպանությունը հենց հասկանում ենք այսպես։ Ասեմ, որ մարդիկ, ովքեր օրինակ Հովհաննես 3-րդ գլուխ 3-րդ համարի ճշմարտությունը չգիտեն, որ ով որ Հիսուսին տեսնելու հույսը ունի, իր մեջ իրեն մաքրում է այնպես ինչպես Հիսուսը, իրենք մարդուն ամեն ինչ անում են, որ ինքը մնա մեղավորության գիտակցում եւ զգացում, բայց չուրախանա այդ արտոնությամբ, իբր դրանով ուզում են հնարավորություն ստեղծել, որ հանկարծ ինքը չգնա մեղ գործելու։ Հա։ Բայց մեզ այդ արտոնությունը տրված է, որ մենք ուրախանանք, ովքեր Քրիստոսինն են, նրանք ամբողջությամբ իրենն են եւ նա հարություն է տալու վերջին օրը։ Պահպանման մասին մենք այսպես ենք հավատում, հասկանում եւ սովորեցնում։ Մեղքից ազատված լինելու մասին ինչ է ուսուցանում մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին այսպես է հավատում, որ հին եւ նոր կտակարաններում հստակորեն պահանջվում է մեղքից հեռանալ եւ որ Սուրբ Գիրքը հստակորեն ցույց է տալիս, որ վերջին օրերում հավատից հեռանալն ու աշխարհիկությունը կավելանան։ Մենք հավատում ենք, որ Աստծո շնորհը, որով նա մեզ փրկել է, այն անարժանորեն տրված պարգև է մեզ եւ այդ շնորհի համար մենք պետք է խորին երախտագիտությամբ ապրենք։ Այսինքն առաջին հին ու նոր կտակարաններն են հստակ պահանջում մեղքից հեռանալը եւ երկրորդ մենք հավատում ենք, որ Աստծո շնորհը, որ տրվել է մեզ տանում է այն գիտակցությամբ, որ մենք ի պատասխան դրա երախտագիտությամբ ապրենք մեղքից հեռու։ Քանի որ մեր փառավոր Աստվածն արժանի է մեր ամբողջական նվիրմանը եւ սրբությանը, յուրաքանչյուր փրկված մարդ պետք է ապրի այնպես, որ իր կյանքով ցույց տա իր սիրո ու երկրպագության վերաբերմունք Աստծո հանդեպ եւ երբեք նախատինք չբերի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանը։ Մենք նաև սովորեցնում ենք, որ պետք է ազատվել բոլոր կրոնական, աշխարհիկ ու մեղավոր սովորություններից, ինչպես պատվիրել է մեզ Աստված, այլ մեր մարմինները որպես կենդանի զոհ ծառայեցնենք։ Դա է Աստծո ուզած պաշտամունքը, որ իմաստ ունի իր առջև։ Հավատացյալները պետք է առանձնացված լինեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ եւ հաստատեն, որ քրիստոնեական կյանքը հնազանդ արդարության կյանք է, որն արտացոլում է երանելիների ուսմունքի մեջ եւ ունի սրբության շարունակական ձգտում։ Սրբության շարունակական ձգտումը դա բնական փափագ է հավատացյալի մեջ։ Եթե դու միայն մտքով ես ձգտում սրբության, բայց էմոցիոնալ աշխարհդ մասնակից չէ դրան, դու չես ուզում, դու չես սիրում սրբությունը, այդտեղ խնդիր կա։ Իսկական հավատացյալները ձգտում ունեն դեպի սրբություն։ Դա նույնն է, ոնց որ ծառավ ծառը ձգտի ջրին, այսպես ասենք։ Իսկ ովքեր միայն մտքով են, իրենք կրոնավոր են, իրենց ներսը դեռևս փոխված չի, այդ նոր հոգին դեռևս չի ձգտում սրբության, Աստծուն։ Մեղքից ազատվելու մասին մենք այսպես ենք հավատում եւ սովորեցնում։ Եկեղեցու մասին մոտենում ենք ավարտին։ Եկեղեցու մասին տեսեք ինչպես ենք մենք հավատում եւ սովորեցնում։ Մենք հավատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգու միջոցով անմիջապես միանում են մեկ միասնական հոգևոր մարմնին։ Տեղական եկեղեցիների հիմնադրումն ու շարունակականությունը հստակորեն ուսուցանվում է եւ սահմանված է նոր կտակարանի Սուրբ գրություններում։ Եվ որ այդ մեկ հոգևոր մարմնի անդամները ուղղորդված են միմյանց հետ միավորվելու տեղական համայնքներում։ Եկեղեցու միակ գերագույն իշխանությունը Քրիստոսն է։ Եվ որ եկեղեցու ղեկավարությունը, պարգևները, կարգը, խրատելը եւ երկրպագությունը նշանակված են նրա գերիշխանության միջոցով, ինչպես նկարագրված է Սուրբ գրքում։ Ըստ Սուրբ գրքի նշանակված պաշտոնները, որոնք ծառայում են Քրիստոսի ներքո եւ ժողովրդին, երեցներն են։ Նաև կոչվում են եպիսկոպոսներ, հովիվներ եւ ուսուցիչներ։ Եվ սարկավակները, որոնք երկուսն էլ պետք է համապատասխանեն Աստվածաշնչյան որակավորումներին։ Մենք սովորեցնում ենք, որ այս առաջնորդները ղեկավարում են որպես Քրիստոսի ծառաներ եւ ունեն նրա իշխանությունը եկեղեցին առաջնորդելու հարցում, միայն նրա։ Ինչպես մի անգամ Մակարտուրին հարցրեցին, ինչ իշխանություն ունեք եկեղեցում, ասաց, ես ոչ մի իշխանություն չունեմ։ Իշխանությունը միայն այն է, որ Հիսուսի
տված է, ասած է, ես պետք է փոխանցեմ եւ կիրառեմ եկեղեցում։ Թե չէ ես ինքս ինձանով որևէ մեկը որևէ իշխանություն չունի։ Մենք սովորեցնում ենք, որ հավաքույթը, ժողովուրդը, ժողովը, հավատացյալները պետք է հնազանդվեն իրենց առաջնորդներին։ Ինչպես Եբրայեցիս 13:7-ում է գրված։ Աշակերտության կարևորության մասին ենք սովորեցնում։ Բոլոր հավատացյալների փոխադարձ հաշվետվողականությունը միմյանց հանդեպ, ինչպես նաև մեղանչող անդամներին խրատելու անհրաժեշտությունը համաձայն Սուրբ գրքի չափանիշների։ Տեղական եկեղեցու ինքնավարությունը ազատ է որևէ արտաքին իշխանությունից կամ վերահսկողությունից, այսինքն եկեղեցու կարգն ու կառուցվածքը որոշում է Սուրբ Գիրքը եւ եկեղեցին անկախ է այս իմաստով։ Աշխարհիկ կառույցները պետք է չորոշեն եկեղեցին ինչպես պետք է գործի եւ ինչպիսին պետք է լինի։ Օրինակ համար է բերված Տիտոս 1:5, դրա համար քեզ Կրետոյում թողեցի, որպեսզի պակաս բաները շտկես ու յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։ Այնպես որ հիշեք, որ եկեղեցու ինքնավարությունը ազատ է եւ այն անկախ է որևէ արտաքին իշխանությունից կամ վերահսկողությունից, բայց կախված է Սուրբ գրքում ցույց տրված, նկարագրված կարգերից։ Սուրբ գրային է համարվում, երբ ճշմարիտ եկեղեցիները համագործակցում են միմյանց հետ հավատքի ներկայացման եւ տարածման համար։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր տեղական եկեղեցի իրենց երեցներով պետք է լինեն իրենց համագործակցության չափի եւ մեթոդի միակ դատավորը։ Մեկ անգամ էլ սա կարդամ։ Յուրաքանչյուր տեղական եկեղեցի իրենց երեցներով պետք է լինեն իրենց համագործակցության չափի եւ մեթոդի միակ դատավորը։ Երեցները պետք է որոշեն անդամության, քաղաքականության, կարգապահության, բարեգործության եւ կառավարության բոլոր հարցերը։ Եկեղեցու նպատակն է փառաբանել Աստծուն, կառուցելով իրեն հավատի մեջ, խոսքի ուսուցումով, ընկերակցությամբ, խորհուրդները պահելով եւ ավետարանը տարածելով ամբողջ աշխարհին։ Մենք սովորեցնում ենք կոչ անելով բոլոր սրբերին միանալ ծառայության գործին։ Գրեթե ամեն կիրակի քարոզների մեջ ինչ-որ կերպով առիթ է լինում, որ կոչ արվի, որ միավորվենք եւ բոլորը միանան ծառայության գործին տրվեն։ Մենք սովորեցնում ենք եկեղեցու կարիքը համագործակցելու Աստծո հետ, երբ նա իրագործում է իր նպատակն աշխարհում։ Այդ նպատակով նա եկեղեցուն տալիս է հոգեվոր պարգևներ, որպեսզի Աստծո գործը երկրի վրա առաջանա։ Նա ընտրում է մարդկանց սրբերին ծառայելու համար, ինչպես նաև տալիս է հատուկ հոգևոր ունակություններ Քրիստոսի մարմնի յուրաքանչյուր անդամին։ Մենք սովորեցնում ենք, որ իր սկզբանը եկեղեցուն տրված է եղել երկու տեսակի հրաշագործ պարգևներ՝ աստվածային հայտնության եւ բժշկության պարգևներ, որոնք ժամանակավորապես տրվել են առաքելական դարաշրջանում, առաքյալների պատգամի իսկությունը հաստատելու նպատակով, եւ սպասավորական պարգևներ, որոնք տրվում են հավատացյալներին միմյանց սովորեցնելու համար։ Երբ նոր կտակարանի հայտնությունն արդեն ավարտված է, Սուրբ Գիրքը դառնում է մարդու ուղերձի իսկության միակ քննիչը, եւ հրաշագործ պարգևներն այլևս անհրաժեշտ չեն մարդուն կամ նրա ուղերձը վավերացնելու համար։ Մի քանի օր առաջ մի գրառում էի արել Facebook-ում։ Կուզեի, որ հարցից խոսեին շատերը, չէին խոսում, բայց շնորհակալ եմ նաև բոլորիդ, ովքեր եւ նույնիսկ հավանության նշանով կամ տարածելով կամ նամակագրությամբ կողքս կանգնեցիք, այսպես ասած, պաշտպանեցիք այդ ճշմարտությունը, բայց հարցն այն է, որ բոլորը խոսում են, մեջբերում են, որ մարդիկ բժշկվում են, որ ես էլ կարող եմ վկայել, որ բժշկություններ Աստված անում է մինչև հիմա, բայց խնդրում եի, որ մեկի անունը գրեն, ով ունի այդ պարգևը եւ մի անուն չգրվեց այնտեղ։ Եվ եթե նույնիսկ գրվեր, դա դեռ պետք է ստուգվեր։ Այնպես չի, որ գրողն ապացուցում է, որ դա այդպես է։ Եվ որպես վկայություն ես կարող եմ ասել, հենց 3 լսեցի։ Իմ քույրը, ես թերը, տերը մի շատ անբուժելի էր, չէ՞։ Հիվանդ ինչ որ կար։ Ամբողջ կյանքի համար հիվանդությունը բժշկել է։ Դուք էլ եք աղոթել ամիսներ առաջ դրա համար։ Բայց դա ես չեմ արել, ոչ էլ դուք։ Այլ Տերը իր ինքնիշխան կամքով։ Եվ դա ժամանակին տրվել էր, որպեսզի վավերացներ ուղերձը։ Իսկ ուղերձը վավերացնելու կարիք այլևս չկա։
մենք ունենք արդեն ամբողջական խոսքը։ Հրաշքները կարող են նույնիսկ կեղծվել սատանայի կողմից, Սուրբ Գիրքն ասում է, որպեսզի խաբեն նույնիսկ հավատացյալներին։ Համարները կան, դուք կարող եք նայել հետո։ Պարգևներ, որոնք գործում են այսօր, տրվում են եկեղեցու շինության համար եւ կապված չեն, ուշադիր լսեք, Աստծուց նոր հայտնություններ ստանալու հետ, որոնք գրված են արդեն։ Ինչ որ կա, կնքված է եւ դրա վրա ոչինչ չի ավելանալու։ Մենք սովորեցնում ենք, որ այսօր ոչ ոք չունի բժշկության պարգև, այլ Աստված լսում եւ պատասխանում է հավատքի աղոթքին եւ կպատասխանի իր կատարյալ կամքին համապատասխան հիվանդների եւ տկարների համար։ Տեղական եկեղեցուն տրվել է երկու արարողություն՝ մկրտություն եւ Տիրոջ ընթրիքը, որ պետք է անի եկեղեցին։ Քրիստոնեական մկրտությունը ընկղմամբ, ոչ ջուր ցողելով, ընկղմումով, որը հանդիսավոր եւ գեղեցիկ վկայությունն է հավատացյալի, ով ցույց է տալիս իր հավատքը խաչված, թաղված եւ հարություն առած փրկչի հանդեպ, եւ նրա հետ միությունը, մեղքի համար մեռած եւ հարություն առած նոր կյանքի համար։ Տերը կամենա ամսի 6-ին մենք միասին կգնանք եւ մեր եկեղեցուց մի քանիսը ջրային մկրտություն կունենան։ Իսկ մենք սա ենք սովորեցնում մկրտության մասին։ Այն քո անտեսանելի հավատի տեսանելի վկայությունն է, որ դու ցույց ես տալիս, որ դու մեռած ես Քրիստոսի հետ, եւ հարություն ես առել եւ դու միացած ես Քրիստոսին։ Դա նաեւ Քրիստոսի տեսանելի մարմնի հետ ընկերակցության եւ նույնացման նշան է, տեսանելի մարմնի, եկեղեցու։ Տիրոջ ընթրիքը նրա մահվան հիշատակումն ու հռչակումն է, մինչև նա գա եւ դրան միշտ պետք է նախորդի հանդիսավոր ինքնակնություն, այսինքն մարդիկ դրա համար այստեղից ասում ենք, չէ, ովքեր կարող են մոտենալ, այսինքն սահման կա դրան եւ պետք է մարդ մտածի, մտորի։ Մենք նաև ուսուցանում ենք, որ թեև հաղորդության տարրերը միայն Քրիստոսի մարմնի եւ արյան ներկայացուցիչն են, այնուամենայնիվ Տիրոջ ընթրիքին մասնակցելը իրական հաղորդություն է հարություն առած Քրիստոսի հետ, ով բնակվում է յուրաքանչյուր հավատացյալի մեջ եւ ներկա է շփվելու իր ժողովրդի հետ։ Իսկ մենք չենք հավատում, որ գինին եւ հացը փոխվում են, բայց մենք հավատում ենք, որ մենք Հիսուսի հետ կենթանի շփման մեջ ենք։ Սա եկեղեցու մասին, ինչ որ մենք սովորեցնում ենք։ Հրեշտակների մասին ինչ ենք սովորեցնում։ Ուրեմն կան սուրբ հրեշտակներ եւ ընկած հրեշտակներ։ Սուրբ հրեշտակների մասին մենք հավատում ենք, որ հրեշտակները ստեղծված էակներ են եւ հետեւաբար պետք չէ նրանց երկրպագել։ Թեև նրանք արարչագործության ավելի բարձր աստիճանին են, քան մարդը, նրանք ստեղծված են Աստծուն ծառայելու եւ նրան երկրպագելու համար։ Սա սուրբ հրեշտակների մասին։ Ընկած հրեշտակների մասին ինչպես ենք մենք հավատում։ Սատանան ստեղծված հրեշտակ է եւ մեղքի հեղինակը։ Նա ենթարկվեց Աստծո դատաստանին ապստամբելով իր արարչի դեմ։ Իր անկման ժամանակ իր հետ վերցնելով բազմաթիվ հրեշտակներ։ Մեղքը մարդկային ցեղի մեջ ներմուծելով Եվայի գայթակղությամբ։ Սատանան Աստծո եւ մարդու բացահայտ եւ հայտարարված թշնամին է, որ նա այս աշխարհի իշխանն է, ով պարտված է Հիսուս Քրիստոսի մահվան եւ հարության շնորհիվ։ Սա ընկած հրեշտակների մասին։ Եվ վերջին ժամանակների մասին տեսեք մենք ինչպես ենք հավատում։ Հիմա շատերը, ես վստահ եմ, շատերը շատ կետեր խորությամբ չգիտեք, որ ինչ կոնֆլիկտներ ունեն իրենց մեջ, բայց սա ասում եմ դրա համար, որ հիմա այսպես որ լսում ենք, ասում ենք ամեն այո, բայց ամեն կետը պետք է դուք էլ անցնեք, դուք էլ տեսնեք։ Ինչու ենք մենք այսպես հավատում։ Մահվան մասին։ Մենք հավատում ենք, որ ֆիզիկական մահը չի պարունակում մեր ոչ նյութական գիտակցության կորուստը, ինչպես Եհովայի սուտ վկաներն են ասում։ Գոյությունը դադարեց, պատասխանատվություն չկա, հրաշալի առաջարկ։ Ինչպես ուզում ես ապրել, վերջում գոյությունը կդադարի, կգնա։ Չի պարունակում ոչ նյութական գիտակցության կորուստ, որ փրկագնվածների հոգին անմիջապես անցնում է Քրիստոսի ներկայության մեջ։ Մենք հավատում ենք, որ կա հոգու եւ մարմնի բաժանում, եւ որ փրկագնվածների համար այդպիսի բաժանումը կշարունակվի մինչեւ հափշտակությունը, որը սկիզբ է դնում առաջին հարությանը, երբ մեր հոգին եւ մարմինը կրկին կմիավորվեն հավիտյան փառավորելու մեր Տիրոջ հետ։ Փառավորվելու մեր Տիրոջ հետ, ներողություն։ Մինչ այդ Քրիստոսով փրկագնվածների հոգիները մնում են ուրախության հաղորդակցության մեջ
մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Հարցնում են երբեմն մարդը, որ մահանում է, հիմա ուր է գնում, ինչ է լինում։ Խնդրեմ, նայեք։ Մենք ուսուցանում ենք բոլոր մարդկանց մարմնական հարությունը, փրկվածներին հավիտենական կյանքը, իսկ չփրկվածներին դատաստան եւ հավիտենական պատիժը։ Մենք սովորեցնում ենք, որ մահվան ժամանակ չփրկվածների հոգիները պատժի տակ են պահվում մինչև երկրորդ հարությունը։ Երբ հոգին եւ հարուցյալ մարմինը կմիավորվեն, նրանք այնուհետև կհայտնվեն մեծ սպիտակ գահի դատաստանի ժամանակ եւ ընդմիշտ կտրվելով Աստծուց կգնան կրակել լիճը։ Սա մահվան մասին, ինչ որ մենք սովորեցնում ենք։ Վերջին ժամանակի իրադարձություններից մենք եկեղեցու հափշտակության մասին, տեսեք, ինչպես ենք հավատում։ Մենք հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնական վերադարձին։ Առաջին փուլում 7 տարվա նեղությունից առաջ նա կգա, որպեսզի վեր առնի իր եկեղեցուն այս երկրից։ Այսինքն ըստ սրա երբ է եկեղեցին հափշտակվելու, նեղության մեջ լինելու է, թե ոչ։ Նեղության ժամանակների մասին ինչպես ենք հավատում։ Մենք հավատում ենք, որ եկեղեցուն հափշտակելուց անմիջապես հետո Աստծո արդար դատաստանները կթափվեն անհավատ աշխարհի վրա, եւ որ այս դատաստանները կհասնեն գագաթնակետին Քրիստոսի փառքով երկիր վերադառնալով։ Սա նեղության ժամանակաշրջանի մասին եւ վերջին ժամանակների իրադարձություններից 4-րդ, որ մենք սովորեցնում ենք եւ հավատում ենք, Քրիստոսի երկրորդ գալուստի եւ հազարամյա թագավորության մասին, տեսեք ինչպես ենք մենք հասկանում, հավատում եւ սովորեցնում։ Մենք հավատում ենք, որ նեղության շրջանից հետո Քրիստոս կգա երկիր, զբաղեցնելու Դավթի գահը եւ հաստատելու իր թագավորությունը երկրի վրա 1000 տարի։ Նա վարձատրելու է իր զավակներին, յուրաքանչյուրին ըստ իր գործերի։ Այս ընթացքում հարություն առած սրբերը նրա հետ թագավորելու են Իսրայելի եւ երկրի բոլոր ազգերի վրա։ Այս թագավորությունը կնախորդի նեռի եւ կեղծ մարգարեի տապալումը եւ սատանայի հեռացումն աշխարհից։ Թագավորությունն ինքնին կլինի Իսրայելին տրված Աստծո խոստման կատարումը։ Հիշում եք սկզբում որ ասացի։ Վերականգնելու նրանց այն երկիրը, որը նրանք կորցրին իրենց անհնազանդության պատճառով։ Օրինացում կարող եք կարդալ 28:15-ից 68-րդ հատվածում։ Նրանց անհնազանդության արդյունքը եղավ այն, որ Իսրայելը ժամանակավորապես մի կողմ դրվեց, բայց կրկին կարթնանա ապաշխարության միջոցով, մտնելով օրհնության երկիր։ Հիշում եք 11-րդ գլխում Հռոմեացիս Պողոսը պատասխանում է այս հարցին. միթե Աստված մերժեց իր ժողովրդին։ Եվ պատասխանում է, որ ոչ, եւ ցույց է տալիս հերթականությունը, կարգը, ինչպես պետք է լինի վերականգնումը։ Մեր Տիրոջ թագավորության այս ժամանակաշրջանը բնութագրվելու է ներդաշնակությամբ, արդարությամբ, խաղաղությամբ եւ երկար կյանքով, եւ կավարտվի սատանայի ազատ արձակմամբ։ Եվ վերջում մենք վերջին ժամանակների իրադարձությունների մասին, կորսվածների դատաստանի մասին ինչպես ենք սովորեցնում։ Մենք հավատում ենք, որ Քրիստոսի հազարամյա թագավորությունից հետո, երբ ազատվի սատանան, նա կխաբի երկրի ազգերին եւ կհավաքի նրանց սրբերի եւ սիրելի քաղաքի դեմ պայքարելու։ Այդ ժամանակ սատանան եւ նրա բանակը կվերանան երկնքից իջած կրակով։ Դրանից հետո սատանան կնետվի կրակե եւ ծծմբե լիճը, որից հետո Քրիստոսը, ով բոլոր մարդկանց դատավորն է, հարություն կտա եւ կդատի մեծերին եւ փոքրերին մեծ սպիտակ գահի դատաստանի ժամանակ։ Չփրկված մահացածների այս հարությունը դատաստանի համար կլինի ֆիզիկական հարություն։ Այնպես որ երբ մարդիկ, ովքեր չփրկված են, մտածեն իրենք ազատվել են, խուսափելու են դատաստանից, ոչ, իրենք հարություն են առնելու մարմնով եւ դատվելու են։ Փախուստ չկա։ Որից հետո նրանց դատաստանը ստանալուց հետո նրանք կպատժվեն հավերժական կրակե լճում։ Ահա մենք ինչ ենք սովորեցնում վերջին ժամանակի իրադարձությունների մասին եւ վերջին հավիտենության մասին մենք ինչպես ենք հավատում եւ ինչ ենք սովորեցնում։ Մենք հավատում ենք, որ հազարամյակի ավարտին սատանայի ժամանակավոր ազատումից եւ անհավատների դատաստանից հետո
փրկվածները կմտնեն Աստծո հետ հավերժական փառքի վիճակի, որից հետո այս երկրի տարրերը պետք է լուծարվեն եւ փոխարինվեն նոր մի երկրով, որտեղ միայն արդարությունն է բնակվում։ Դրանից հետո երկնային քաղաքը կիջնի երկնքից եւ կլինի սրբերի բնակավայրը, որտեղ նրանք հավիտյան կվայելեն Աստծո եւ միմյանց ներկայությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը կատարելով իր փրկարար առաքելությունը, այնուհետև թագավորությունը կհանձնի Հայր Աստծուն, որպեսզի բոլոր ոլորտներում եռամիասնական Աստված թագավորի հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այս ճշմարտություններն ենք մենք հավատում, սիրելիներ, եւ սպասում ենք այս գերիշխան Քրիստոսին, ով կատարել եւ կատարում է իր գործը եւ անպայման հասցնելու է ավարտին։ Այնպես որ սա ընդունեք որպես գիտություն եւ կոչ, որ բոլորս ջանք անենք լավ սովորել Տիրոջ խոսքը, իմանանք մեր եկեղեցին ինչին է հավատում եւ ինչպես է հավատում, ամուր լինենք դրանց մեջ եւ ովքեր որ դեմ են դուրս գալիս ճշմարտությանը կարողանանք հանդիմանել սիրով եւ գիտությամբ ու ճշմարտությամբ։ Ուստի մեր դավանանքը չպետք է լինի պարզապես գեղեցիկ ձևակերպումների հավաքածու, որը մենք արտասանում ենք կամ պահում որպես փաստաթուղթ։ Այն պետք է արտահայտի այն ճշմարտությունը, որին մենք հավատում ենք, որի վրա կանգնած ենք եւ պարտավոր ենք այն պահելու։ Եվ հիշեք Պողոսի այս խոսքերը, եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպես պետք է վարվել Աստծո տան մեջ, որը եկեղեցին, կենթանի Աստծո եկեղեցին է, սյունը եւ հաստատությունը ճշմարտության։ Որտեղ կանգնենք, աղոթենք եւ ավարտենք։ Շնորհակալ ենք քեզ, մեր երկնավոր Հայր, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ մեզ կորության մեջ չես թողել։ Որ ոչ միայն արարչագործությունն է պատմում քո մասին, բղավում քո մասին, ցույց տալիս քո ուժն ու աստվածությունը, այլ նաեւ դու մեզ տվել ես շատ այլ միջոցներ քեզ ճանաչելու։ Եվ քո օրենքն ես մեզ տվել, որով ծանոթանում ենք, թե ով ես դու եւ ինչպիսին։ Եվ մարգարեներիդ միջոցով, եւ առաքյալներիդ, եւ վերջում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի դեմքով դու հայտնվեցիր։ Շնորհակալ ենք, որ այս ճանաչողությունը ստեղծել, ապահովել ես, որ մեր սրտերում ունենք, մեր մտքերում ունենք եւ գրավոր խոսքդ ունենք։ Շնորհակալություն քո եկեղեցու համար, որոնց որ տվել ես այս մեծ պատիվն ու պատասխանատվությունը, իմանալ, ճանաչել ճշմարտությունը եւ պահել ու կրել այն։ Մենք հավատում ենք քո անսխալական խոսքին։ Մենք ընդունում ենք այն որպես Աստծո խոսք, քեզնից եկած խոսք։ Եվ հավատում ենք, որ այն ներգործում է բոլոր հավատացյալների մեջ։ Եվ աղոթում ենք, որ դու մեր եկեղեցու ամբիոնը երբեք ու երբեք թույլ չտաս, որ խոսի այն, ինչը դու չես ասել, հայտարարի այն, ինչը քո կամքով չէ, պնդի այն, ինչը դեմ է քո ծրագրերին։ Ուստի աղոթում եւ խնդրում եմ առաջին իմ ու եղբայրներիս համար, քարոզիչ, որ մեզ օգնես ճշմարտությունդ լավ սովորենք ու պահենք։ Եվ աղոթում եմ նաև մեր հոգատության ներքո եղող քույր ու եղբայրներիս համար։ Նրանց էլ ջանք, եռանդ, կարողություն, պատասխանատվություն տաս, որպեսզի հնազանդվեն քեզ քո խոսքին, եկեղեցում դրած քո կարգերին, ջանքի մեջ ծուլություն չանեն, հոգով ավելի բորբոքվեն ու քեզ ծառայեն, սովորեն քո ճշմարտությունները։ Եվ այսպիսով մենք էլ միանալով քո այդ մեծ բանակին, որ պատմության ընթացքում պահել են քո ճշմարտությունները, ուզում ենք, որ քեզ համար պիտանի անոթներ լինենք այս երկրի վրա։ Օգտագործիր ճշմարտությունդ եւ մեզ կերտելու համար եւ մեր միջոցով մնացած բոլոր քո զավակներին եւ մեր կյանքերով ու գործերով, մեր քարոզչությամբ ու վարդապետությամբ զարդարենք քո ճշմարիտ ուսմունքը, քո հավատը, ինչ որ մենք ստացել ենք։ Եվ այդ ամենը թող փառք բերի քո անվանը, ինչեւ որ դու քո փառքով կգաս քո հարս եկեղեցուն տանելու։ Մենք սպասում ենք այդ երանելի օրվան, ուստի բորբոքիր մեր հավատը խոսքիդ միջոցով, որպեսզի ավելի ջերմեռանդ կերպով աշխատենք ու ծառայենք եւ երբ որ կանչես մենք էլ այդ հանգստի մեջ մտնենք ու հավիտյանս հավիտենից քեզ հետ լինենք։ Օրհնիր մեր եկեղեցին մասնավոր խոսքիդ մեջ, ճշմարտության մեջ եւ թող եկող
ու գալիք որևէ փորձություն, որևէ ձևով չխարխլեն մեր եկեղեցու հիմքերը։ Մենք հավատում ենք, որ այս եկեղեցին քո խոսքի ու ճշմարտության վրա է խարսխված, եւ դրա համար կընդունենք բոլոր տեսակի դժվարություններն ու մարտահրավերները քո սիրող եւ իմաստուն ձեռքից եկող, որպես թույլտվություն, որոնք որ քո եկեղեցուն ավելի օգուտ կբերեն, ավելի կետեն, կսրբագործեն, քո երկյուղն ու վախը կգցեն մարդկանց վրա, ովքեր որ սրբությամբ, զգոնությամբ ու զգաստությամբ կապրեն այս երկրի վրա, փառավորելով քո սուրբ ու պատվական անունը։ Օրհնիր մեզ էլ այս շաբաթվա ընթացքում համայնքով եւ ինչ որ անենք թող քո անվանը քո փառքի համար լինի։ Այս ամենը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, որ փառավորվես դու Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։